Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր դեկտեմբերի 14 Եվ աթոռի վրա նստողն ասեց. ահա ամեն բան նոր եմ անում։ Հայտնություն 21-րդ գլուխ 5-րդ խոսք։ Փառք նրա անվանը։ Ամեն ինչ նորոգման կարիք ունի, քանի որ դրանք ցավոք քայքայվել եւ մաշվել են մեղքի պատճառով։ Ժամանակն է, որ հին հանդերձը փաթաթվի եւ մի կողմ դրվի, եւ արարչագործությունը հագնի իր կիրակնորյա հանդերձը։ Բայց ոչ ոք չի կարող ամեն ինչ նոր ստեղծել բացի Տիրոջից, ով սկզբում ստեղծեց ամեն ինչ, քանզի չարից նորը ստեղծելու համար նույնքան զորություն է պահանջվում, որքան որ ոչնչից նորը ստեղծել։ Մեր Տեր Հիսուսը ստանձնել է այս առաջադրանքը եւ նա լիովին կարող է կատարել այն։ Նա արդեն իսկ սկսել է իր գործը եւ դարեր շարունակ նա անդադար աշխատել է մարդկանց սրտերը եւ հասարակության կարգը նորոգելու համար։ Ժամանակի ընթացքում նա կնորոգի մարդկային կառավարման ամբողջ կառուցվածքը եւ մարդկային բնույթը կվերափոխվի նրա շնորհքով, եւ կգա այն օրը, երբ մարմինը կնորոգվի եւ հարություն կառնի, ինչպես նրա փառահեղ մարմինը։ Ինչ ուրախություն է պատկանել մի թագավորության, որտեղ ամեն ինչ նորոգվում է իր թագավորի զորությամբ։ Մենք չենք մահանում, մենք շտապում ենք դեպի ավելի փառահեղ կյանքի։ Չարի ուժերի դիմադրությանը չնայած, մեր փառահեղ Տեր Հիսուսը կատարում է իր նպատակը եւ մեզ ու մեր շուրջը եղած ամեն ինչ դարձնում նոր ու լի գեղեցկությամբ, ինչպես այն ժամանակ, երբ դրանք առաջին անգամ ստեղծվեցին Տիրոջ ձեռքերից։